պատրաստելու ենք օջախ, որի համար մեզ անհրաժեշտ է պայծանային հում օջախի համար, բժշկական սպիրտ, գույներ համեր հոտեր և յուղեր օջախը պատրաստելու համար և սիլիկոնի տարա, որպեսզի ստանանք օջախը։ Հիմա ես կմալացնեմ այս օջախի հումքը, որպեսզի ցնեմ այս բաժակների մեջ, որպեսզի հալածենք միկրոալիքային վարարանի մեջ։ Քանի որ եթե ես չմանրացնեմ և ուղղակի այսպես լցնեմ բաժակի մեջ, նա կեռա և չի ունենա ապրանքային տեսք։ Ինչ է կխանգարել դրա տեսքը։ Որ կեռա պղպջակները։ Մենք ունենալու ենք 3 տարբեր գույների օջախ։ Դրա համար ես կմանրացնեմ և կլցնեմ այս 3 բաժակների մեջ։ Արժանեք 3 Քանի ընկերներս կտրատում են հումքը, ես պատմեմ ինչ ենք օգտագործում համեմունքներից օջախի համար։ Նուշի յուղ օգտակար է իր վիտամիններով ձեռքերի մաշկի համար և փափուկ է պահում մեր ձեռքի մաշկը։ Հումքը մանրացնելուց հետո տանում ենք այն միկրոալիքային վառարան, բայց քանի որ այդ շատ արագ է տևելու, նախապատրաստում ենք գաղափարը այն ճարպազրկելով սպիրտի օգնությամբ։ Նախապատրաստում ենք նաև գույները, հոտերը և յուղը օջախի համար, որպեսզի ամեն մեկի մեջ լցնենք գույնը և հոտը։ Նաև նուշի յուղը, որ կօգնի փափուկ մնալ մեր մաշկին։ Մենք ընտրեցինք ամենահամով հոտերը, որոնցից են ելակի հոտը, դարչինի հոտը և ծամոնի հոտը։ Աթիլներ Սա տեղափոխում ենք միտեղ սանչելու, որ նա պնդանա։ Մեր օջախները արդեն պատրաստ են, շատ գեղեցիկ են։ Եվ մենք դրանք ձուն ստուգատեսի արդիվ պետք է տանենք տոնավաճառը և վաճառենք։ Հանենք։ Ապա։ Մենք ստացել ենք այսպիսի շատ սիրուն համով հոտով օջախ։ Ստեսյուն։